կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով։ Դուք ձեր վերջին նախագիծը որ բերել եք, բազմաթիվ թվեր ու բաներ եք հնչեցնում, որ զորակոչի լուրջ խնդիր կա Հայաստանում։ Հիմա այս նախագծի շրջանառության մեջ դրվելու հետ կապված ձեր կողմ դեմ դիրքորոշումը ինչպիսին է, եւ արդյոք սա հակադրության մեջ չի այս նախաձեռնությունը ՊՆ-ի այն հայտարարությունների հետ, նաեւ որոնք դուք եք անում։ Իդեպ այսօր նաեւ պատասխանում այսօր նաեւ դուք չպատասխանեցիք, ուզում եք ստանալ այն հարցերի պատասխանը, որը ձեզ է դուք։ ՊՆ փոխնախարարը հայտարարեց, որ կա զորակոչի խնդիր Հայաստանում։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, տեսեք, ես շատ ուրախ եմ, որ իմ օրենսդրական գործունեության հետ կապված հարց եք տալիս, քանի որ բամբասանքներին եւ այլ նյութերին ցանկություն չունեմ մեծ հաշվով պատասխանելու, նոր փորձեցի հնարավորինս պատասխանել այն հարցերին, այլևս չեմ անդրադառնա, հիմա անդրադառնանք այն հարցերին, որոնք կապված են իմ օրենսդրական գործունեության հետ։ 2024 թվականի տարեսկզբին ես ուսումնասիրելով զորակոչի հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում 2022-2023 թվականների ծայրահեղ ծանր վիճակը մի շարք օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել եւ նաեւ քննարկումներ եմ ունեցել Պաշտպանության նախարարության հետ, դրա հետ կապված վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ստեղծվել էր, որպեսզի քննարկվի նաեւ իմ կողմից ներկայացված զորակոչի հետ կապված խնդիրները։ Սրա հետ կապված ես 5 քայլով էի հանդես եկել, այդպես էր պայմանական կոչվում, որպեսզի լուծենք զորակոչի հետ կապված խնդիրները եւ այդ քայլերից մեկը այո հենց պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի սարքելն էր, բայց նաեւ այլ կարեւոր հատվածներ կային օրենքի նախագծի մեջ, որը ես շրջանառել էի։ Հատկապես ամենակարևորներից մեկը, որը ես ցանկանում եմ հիմա նշել եւ նաեւ լրագրողներին ասել, որպեսզի դուք նաեւ այս սրա հետ կապված աշխատանք ունեք կատարելու, իմ ասեմ որն է դա։ Խոսքը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների քաղաքացիությունից հրաժարվելուն մինչև 18 տարին լրանալը եւ ես թվեր էի հրապարակում, որ այս տարի կամ հաջորդ տարի բանակ զորակոչվողների 7%-ը կամ 8%-ը արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն եւ մեծ թվով քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Օրենքը տապալվեց ընդդիմության դեմ քվեարկելու եւ քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչյանի ձեռնպահ քվեարկելու արդյունքում կամ հետևանքով։ Հիմա ես կցանկանամ, որպեսզի դուք լրագրողները հարց տաք ընդդիմադիրային պատգամավորներին, ովքեր դեմ քվեարկեցին եւ տապալեցին նախագիծը եւ նաեւ մեր մյուս գործընկերոջով ձեռնպահ քվեարկելով տապալեց նախագիծը, որպեսզի կներեք ավարտում եմ, որպեսզի հասկանանք օրենքի տապալումից հետո ամառվա ընթացքում հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին քանի անձ է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, նրանցից քանիսն են եղել արական սեռը մինչև 18 տարեկան եւ պարզ կդառնա նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Նախագծին հենց որ կառավարությունը շրջանառության մեջ դրել, դրան ոնց եք վերաբերվում։ Հիմա ինչ վերաբերվում է 2 տարին տարուկես սարքելուն, դա անհրաժեշտ քայլերից մեկն է, որը պետք է տեղի ունենա զորակոչի հետ կապված խնդիրը լուծելու համար։ Հիմա ասեմ ոնց է լինում։ Զորակոչի հետ կապված խնդիրների մի զգալի մասը գալիս են առողջական խնդիրներ ունենալու պատճառով բանակից խուսափելով կամ առողջական թղթեր սարքելով ոչ պիտանի ճանաչվելով, զորակոչի չներկայանալով եւ զորակոչից ազատվելով։ Ես ինչ էի առաջարկում, ես առաջարկում էի, որպեսզի խստացնող մի շարք օրենքներ ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, դրա արդյունքում մեծանա զորակոչը եւ զորակոչի մեծանալը մեզ հնարավորություն տա զորակոչի ժամկետը կրճատելու։ Տեսեք, եթե մենք օրինակ եթե մենք ունենանք 2 զինծառայող, ովքեր ծառայում են 2 տարի ժամկետով, մենք ունենում ենք 4 տարվա պարտադիր զինվորական ծառայություն, ճիշտ է։ Եթե մենք ունենում ենք 3 ժամկետային զինծառայող, ովքեր ծառայում են ամեն մեկում 1.5 տարի, մենք ունենում ենք 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչ եմ ուզում ասել, եթե մենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատում ենք 25%-ով, բայց կարողանում ենք 25%-ով կամ ավելի մեծ տոկոսով բարձրացնել զորակոչի թիվը, ունենում ենք միավոր ժամանակահատվածում ավելի մեծ թվով զինծառայողներ։ Այսինքն, եթե 2-ի փոխարեն մենք ունենում ենք 3 զինծառայող,
մենք կարողանում ենք 4 տարվա փոխարեն ունենալ 4.5 տարի պարտադիր ծառայություն։ Կներեք, պատասխանում եմ հարցի շատ կարևոր հարց է։ Ասեք, հիմա ինչա նախատեսվում։ Ես առաջիկայում փորձել եմ նկրկին շրջանառության մեջ դնել իմ օրենքի նախագիծը, որպեսզի կանխեմ այն արատավոր երևույթը, որը կա Հայաստանի։ Ըստ իս պետք է խնդիրներ լուծվեն փաթեթով, որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիկների թվի նվազում։ Օրինակիցը որ քնում է եւ նաեւ դուք խոսել եք Բայց սա նորություն չի ԿՊ-ում։ Չկա նման անհանգստություն։ Ես ուզում եի հարցնել օրինագիծը հիմա ինչ փուլում է եւ դուք նաեւ տոկոսներով եք խոսել, որ 18 տարի լրացածների քանի տոկոսն է գնում պարտադիր ժամկետային ծառայության, որքանով է ճիշտ է տոկոսներով խոսելը եւ կա դրա իրավունքը։ Այո, կա դրա իրավունքը, տոկոսներով խոսելու նպատակը նա է, որպեսզի մեր հանրությանը բացատրենք, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ փոփոխություններ պետք է կատարենք, որպեսզի այս իրավիճակը մեղվի։ 2022 եւ 2023 թվականներին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների 31.4% միայն։ Այսինքն մոտ 70%-ը չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ես նաև հանձնաժողովի նիստում մանրամասն նշել եմ, թե քանիսն են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, քանիսն են մեկնել ուսման չեն ներկայացել ուսման գնալուց հետո, քանիսն են առողջական խնդիրների պատճառով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ այս ուսումնասիրությունը ես անում եմ դեռևս 2019 թվականից եւ հաճախ խոսք է գնում եւ այո վարչապետին ներկայացրել եմ եւ հաճախ եւ խոսքը գնում է որ Հայաստանում բանակը կամ Սարգսյան Հայկի նախագիծը վերաբերվում է նրան որպեսզի աղքատները ծառայեն եւ հարուստները չծառայեն ես պարզ բան եմ ասում դեռևս 2019 թվականին ես հարցում եմ արել այն ժամանակվա կրթության նախարարին հետեւյալն է եղել Քանի քաղաքացիներ են արական սեռի մեկնել Հայաստանից ուսման նպատակով ստացել տարկետում, նրանցից քանիսն են վերադարձել։ Եվ հարցման պատասխանը նախարարի ստորագրությամբ եկել է, որ կրթության նախարարությունը նման հաշվառում չունի։ Այսինքն մենք տարիներով տվել ենք տարկետում մեծահարուստների կամ հարուստների երեխաներին, որտեղ նրանք կարող են ուսման մեկնել լավագույն համալսարանները աշխարհի, Լոնդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ փաստացի որևէ հաշվառում չի վարվել, նրանք հետ վերադառնում են, թե ոչ, մինչ օրս էլ նման հաշվառում պատշաճ չի վարվում։ Եվ մենք տարիներով շարունակ տալիս ենք տարկետում այս խմբի անձանց, ովքեր ենթադրաբար հարուստ են կամ առնվազն աղքատ չեն, նրանք մեկնում են եւ մեծամասամբ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն մինչեւ 27 տարին լրանալը, որտեղ ուսում են ստանում, փախչում են մեծ գումարներ։ Հիմա կներեք Հիմա ասեմ։ Եվ նաև ունենք մեծ խումբ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչև 18 տարին լրանալը։ Եվ 18 տարին լրանալուց հետո նրանք այլևս զինապարտ չեն։ Իմ հարցերը բարձրացրած եւ իմ նախագծերը վերաբերվել են այս կետերին, որովհետեւ մենք փակենք քաղաքացիությունից հրաժարվելու ճանապարհը, որովհետեւ մենք փակենք ուսման նպատակով տարկետում ստանալու եւ դուրս մեկնելու ճանապարհները եւ նաեւ փակենք առողջական խնդիրների պատճառով ծառայությունից խուսափելու ճանապարհները։ Սրա արդյունքում ունենանք զորակոչի միջև կրկնակի աճ, այսինքն 31%-ի փոխարեն բանակ զորակոչվի 60%-ը։ Սրա արդյունքում կարող ենք նաև ծառայության ժամկետը կրճատենք եւ դա նպաստ կբերի այն քաղաքացիներ, ովքեր այսօր ուզեն մեկնում են ծառայության, որովհետեւ չունեն հարուստ ծնողներ, չեն կարողանում մեկնել արտերկրի սովորելու, չեն կարողանում հրաժարվել քաղաքացիությունից կամ չեն կարողանում այլ միջոցով ստանալ ոչ պիտանելիության թուղթ։ Սա է ամբողջ նախագծի իմաստը։ Դուք Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի ցույց տվեք ես իմ հարցը տամ պատասխան։ Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի միջև կապ տեսնում եք արդյոք թե ոչ եւ կարծում եք որ այդ կապը որևէ ազդեցություն ունի այս պատմության վրա։ Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցը։ Դուք լրագրող եք, դուք կարող եք այդ հարցի պատասխանել։ Բայց ամեն դեպքում պարոն Սարգսյան եք նշում այդ զորակոչի հետ կապված եւ ասում եք որ այդ ամբողջ խնդիրները լուծելով հետո նաեւ հնարավորություն ստեղծվել կրճատել ծառայության ժամկետը, երբ որ կբարձրանա զորակոչի թիվը։ Հիմա այդ ամբողջը չլուծված զորակոչի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է։ Սա ինչ խնդիր կարող է առաջացնել։ Տեսեք, իմ նախագիծը, որ ես շրջանառել եմ, կառավարության նիստում, այո, փաթեթային լուծումը, կառավարության նիստում ստացել է դրական եզրակացություն եւ զեկուցողը պաշտպանության նախարարներ
ով իմ բարձրացրած խնդիրները երկրորդում էր եւ ասում էր այո մենք ունենք նման խնդիրներ կապված զորակոչի թվի հետ, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ, մյուս դեպքերի հետ եւ ասում էր որ անհրաժեշտ է որպեսզի մենք ընդունենք падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագիծը։ Նախագիծը տապալվեց ազգային ժողովում, որովհետեւ ընդդիմադիր մեր գործընկերները եւ նաեւ իշխանության գործընկերներից մեկը արդեն նշեցի, դեմ քվեարկեցին հանձնաժողովում։ Ես պատասխանում եմ ձեր հարցին, այն հարցին, թե փաթեթային ճիշտ է անել, թե ոչ։ Ես իմ կարծիքը եւ նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնական կարծիքը եւ նաեւ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, որը եկել ազգային ժողով, հետեւյալն է, որ այո, պետք է խնդիրները լուծվեն փաթեթային։ Նախագիծ են դրել, որը փաթեթային չի, պարոն Սարգսյան։ Ճիշտ եք ասում։ Բայց հիմա սա ինչ խնդիր կառաջացնի։ Ես սրա հետ կապված օրերս նաեւ գրություն եմ գրել պաշտպանության նախարարին, շնորհակալություն եմ հայտնել, որ իմ առաջարկած կետերից մեկը պաշտպանության նախարարությունը շրջանառել է, նաեւ Իմ գրության մեջ հայտնել եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում եմ, որ այս խնդիրները պետք է լուծվեն փաթեթային, որովհետև մենք սրա միջոցով պետք է նաև կանխենք քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Բանավոր զրույցում նախարարը ասել է, որ կիսում եմ կարծիքը եւ առաջիկայում պետք է քննարկումներ ունենալ։ Դեպքում Բաչ Շորժայի հետ կապված ձեզ է Չեմ ցանկանում այդ հարցերի պատասխան։ Այ հարցներություն բան Սիմոնյան երբ Երբ որ դիմել ենք պահած էր հարցով հիմքում ինչ են դրել, դա կարող եք ասել։ Կապված արդեն ասեցի։ Չէ, չեք ասել։ Այլ հարցեր, եթե օրենսդրական նախագծի հետ կապված հարցեր ունեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ուրիշ հարց կա։ Դիմում հիմքները Չեմ ցանկանում։ Կներեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ասեք, խնդրում եմ շողիջա։ Չեմ ցանկանում։ Հարցազրույց չի շողի։ Արեգ ջան, չեմ ցանկանում ձեր հարցին պատասխանել։ Ունեք այլ հարց, ասեք։ Որովհետև կարծում եք նոր խնդիրներ կառաջանան ձեր համար։ Ասեք։ Ես առաջարկում եմ դակարեցնել։ Հիմա փաթեթը, որ դուք շրջանառել եք, հետո մերժվեց, այստեղ դուք պատրաստվում եք, ինչ որ այնտեղ հայտարարություն եղավ, որ կաշխատեք, հետո նորից դա կլինի։ Պատրաստվում եք այս օրինակ այս նախագիծը, որ բերեն, նաև կրկին այդ ձեր փաթեթը ներկայացնելու Ես դրական եզրակացություն ստացած նախագիծը մի փոքր խմբագրել եմ եւ նորից կարծիք եմ ուղարկել կառավարության գործընկերներին աշխատանքային կարգով։ Նորից նույն պատասխաններն են եկել, որ կառավարության գործընկերները կողմ են նախագծին եւ եկել են այն առաջարկները, որոնք եկել են նախկինում, որոնց մեծ մասը տեխնիկական են, ես ընդունել եմ։ Եվ նաև նախագիծը ես շրջանառել եմ մեր գործընկեր падգամավորների միջև, ուղարկել եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր падգամավորներին դեռևս հունիսին, խնդրելով մինչև սեպտեմբերի 15-ը տալ առաջարկներ կամ կարծիքներ եւ 2-3 ամսվա ընթացքում որևէ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր որևէ կարծիք ոչ գրավոր, ոչ բարավոր ինձ սրա մասին չի հայտնել։ Այսինքն պատգամավորներն են կասկածում, թե ինչու եք այդքան շահագրգռված այս նախագծով։ Ես ինչու եմ շահագրգռված նախագծով, դրա մասին տևական խոսել եմ եւ ներկայացրել դրա իրենց համար համոզիչ չի այդ ներկայացումը։ Հիմա ասեմ ինչու եմ ես շահագրգռված եղել, որովհետեւ տեսել եմ խնդիր, որ չի կարող լինի մեր երկրում, երբ մենք ունենք անվտանգային խնդիրներ, բանակ զորակոչի ենթականների 31.4%-ը։ Եթե որևէ մեկը գտնի որ այստեղ խնդիր չկա, ես չեմ կիսում իր կարծիքը եւ գտնում եմ որ կա խնդիր եւ իմ շահագրգռվածությունը միայն կապված եղել սրա հետ, որովհետեւ ես փորձեմ իմ օրենսդրական գործունեությամբ ի նպաստ մեր երկրի բարձրացնել զորակոչի թիվը, սա եղել է ամբողջ։ Հիմա որ 30%-ն է զորակոչվում, մյուս կողմից էլ կրճատվում է։ Դուք դեմ կքվեարկեք, եթե այդ տեսքով գա։ Հիմա տեսեք, 2024 թվականից, երբ ես այս վերլուծությունները ներկայացրել եմ կառավարությանը, արդեն իմ առաջարկած մի շարք կետեր իրականություն են դարձել եւ զորակոչի թիվը բավականին բարձրացել է, այսինքն հիմա ոչ թե բանակի զորակոչի 31%-ը, այլ շատ ավելի մեծ տոկոսով քաղաքացիներ։ Բայց այսօր փոխնախարարը ասում է, որ մեկը շարունակում է մնալ խնդիր։ Այո, շարունակում է մնալ խնդիր, բայց 31%-ից ահագին բարձրացել է այս զորակոչի տարիք է կրճատել նախընտրական փուլում, սա քաղաքացիներին այսպես շահագրգռելու նպատակով չի արվում, եթե այդ խնդիրները լուծված չեն։ Զորակոչի ժամկետի կրճատման մասին դեռևս 2018 թվականից խոսակցություններ կային, այն ժամանակ դեռևս նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր այս մասին խոսում հիմնականում ֆակտորների ժամանակ։ Տեսեք, երբ մենք խոսում ենք ժամկետային զինվորական ծառայությունից, մենք աշխարհում պետք է նայենք նաև օտարերկրյա փորձը, պետք է նայենք նաև մեր հարևաններին եւ ինչա տեղի ունենում աշխարհում։ Օրինակ մեր հարևան Վրաստանը 1 տարի է պարտադիր զինվորական ծառայություն, Ադրբեջանը 1.5 տարի է,
եւ այսպես շարունակ, կան երկրներ, որ ավելի քիչ ժամկետով է պարտադիր զինվորական ծառայությունը։ Մենք պետք է հասկանանք, մեզ ինչ է պետք պարտադիր զինվորական ծառայությունից։ Իմ գնահատմամբ մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք մեր զինծառայողներին հնարավորինս մեծ թվով զորակոչ ապահովել եւ հնարավորինս կարճ ժամկետում նրանց պատրաստել եւ ուղարկել պահեստազոր։ Այսինքն, որպեսզի մենք նրանց չպահենք 2 տարի ժամկետով, նրանց վրա ծախսենք օրական 3000 եւ պլյուս դրամ սննդի վրա, հագուստի վրա եւ այլն, մենք պետք է փորձենք կատարելագործել մեր պատրաստության ժամկետը, որպեսզի մենք նույն պատրաստությունը, որը տվել ենք նախկինում 2 տարի ժամկետում, տանք 1.5 տարով կամ եթե հնարավոր է ավելի կարճ ժամկետում։ Նախագծին կողմ եմ եւ գտնում եմ, որ պետք է մյուս փաթեթային լուծումները պետք է սրա հետ զուգահեռ արվեն։ Իսկ եթե չեն արվում զուգահեռ Կարվեն։ Իսկ դուք խնդիր չեք տեսնում, որ պաշտպանական բյուջեում 15% կրճատում է իրականացվելու պաշտպանական ծախսերի հետ կապված 2026 թվականին։ Սրա հետ կապված վարչապետը տվել է հիմնավորումներ, տեսեք, դինամիկայի մեջ երբ նայում ենք, պաշտպանական ծախսերը չեն նվազել։ Նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց 2-3 տարվա առաջվա համեմատ աճը պահպանվում է։ Այսինքն մենք 2024-ին ունեցել ենք կտրուկ աճ, կապված է գնումների հետ, հիմա այդ գնումները չունենք, աճը դինամիկ շարունակելու է, այսինքն այն աճը, որ եղել է 2018 թվականից պահպանվում է։ Բայց այսինքն նաև խնայողություններով եք փորձում այդ հարցերը լուծել, այսինքն ամենահարմար խնայողությունը բանակից պետք է խնայողություն։ Ես մեկ այլ կարևոր նախաձեռնությամբ նույնպես հանդես եմ եկել, դրա մասին գրավոր հայտնել եմ նաև կառավարության ղեկավարին եւ պաշտպանության նախարարությանը, որն է եղել դա, ես գտնում եմ, որ պաշտպանության նախարարության գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Այսինքն այն գնումները, որոնք անմիջապես կապված չեն զենք զինամթերքների հետ, դիրքերի հետ, պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորին շատ մատակարարներ մասնակցեն մրցույթների։ Կապված օրինակ սննդի մրցույթների հետ, հագուստի մրցույթի հետ, ատոմի մածուկի մրցույթների հետ, դրանք պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորին շատ բիզնեսմեններ մասնակցեն, ինչու չեն շատերը մասնակցում փակ ընթացակարգով մրցույթներին, որովհետև պարտադիր պահանջ կա, որ պետք է ԱԱԾ-ով անցնեն որոշ աշխատակիցների, նվազագույնը 3 աշխատակիցներ պետք է ունենան այդ ընկերությունները գաղտնի բաժին, գաղտնի թղթաբանություն ունենան, փակ ինչ-որ կահավորված սրահներ եւ այլն, եւ բազմաթիվ բիզնեսմեններ ուղղակի չեն ցանկանում փակ ընթացակարգերով մրցույթների մասնակցելու։ Սրա արդյունքում մասնակցում են քիչ թվով ընկերություններ եւ ունենում ենք հաճախ որակի գնի հետ կապված խնդիրներ։ Առաջիկայում եւ գնումները նախատեսվում է իմ առաջական թողնվել է, մենք նաև ազգային ժողովում քննարկում ենք անցկացրել պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եւ իմ առաջական թողնվել է եւ առաջիկայում նախատեսվում է եւ 2026 թվականին գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Սրա արդյունքում վստահաբար մենք 2026-ին կունենանք եւ խնայողություններ եւ որակի բարձրացում։ Իսկ ինչպես է որ դուք ասում եք 30% զորակոչվել են, այդ որ թվականի, ինչը որ թվականի 2022-2023 թվականին։ 24-25-ի տվյալները գիտեք ինչ։ 2024-ին ունեցել ենք մոտ 4% աճ, 2025-ը դեռևս չենք ամփոփել, առաջիկայում կամփոփենք։ Պարոն Սարգսյան, իսկ ինչպես եք նայում այն հարցին, որ Ադրբեջանը վերահսկում է, որպեսզի մեր բանակը զենքով, զինամթերքով չզինվի, իսկ ինքը ամեն օր զենքեր է գնում տարածքից։ Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ Ադրբեջանը հսկում է, որպեսզի մենք չզինվենք։ Մենք ունենք մեր քաղաքականությունը, Ադրբեջանը իր քաղաքականությունը, մենք գնում ենք լուծելու մեր խնդիրները, որոնք մեր երկրի առջև ծառացած են։ Բայց հարցեր է առաջացնում, երբ որ Ադրբեջանը օրորից զինվում է, իսկ մենք որոշում ենք պետք է խնայողություն անենք, մասնավորապես պաշտպանական ոլորտում։ Օրինակ դա ընկալելի չէ։ Խնայողությունները միշտ պետք է անել, եթե որևէ ապրանք կարող է ձեռք բերել, օրինակ 1000 դրամ ավելի պակաս գնավ, դու պետք է փորձես դա ձեռք բերել 1000 դրամ ավելի պակաս գնավ, որպեսզի ավելի արդյունավետ ծախսես քո միջոցները։ Տեսեք, պետական բյուջեն դա բոլորիս հավաքական բյուջեն է, 3 միլիոնից հավաքական գումարն է եւ մենք պետք է փորձենք դա ծախսել արդյունավետ։ Գնումները կատարել թափանցիկ արդյունավետ, որպեսզի կատարենք բարձր որակի գնումներ հնարավորինս էժան գներով, սրա արդյունքում ունենալով խնայողությունները ուղղելով այլ ավելի արդյունավետ ծախսերի։